Բարև բոլորին, ձեր հետ Աննան է, առաջարկում եմ այսօր միասին պատրաստենք թխաբլիթ առանց խմորիչի և ձվի։ Խմորը պատրաստվում է շատ արագ, դրա համար նախօրոք միացնում ենք ջեռոցը 190 աստիճանի վրա։ Ալյուրի ավելացնում ենք աղ, սոդա, փխրեցուցիչ, վանիլին և կակաո փոշի, այդ բոլորը մաղում ենք։ Ավելացնում ենք շաքարավազ, նաև կարող ենք փոխարինել շաքարի փոշիով։ Այդ բոլորը խառնում ենք, հետո ավելացնում ենք կեֆիր և բուսական յուղ և հունցում ենք խմոր։ Երբ խմորը արդեն դառնում է գունդ, սկսում ենք գրտնակել։ Գրտնակում ենք այդքան, որ խմորը հաստությամբ լինի մոտ մի սանտիմ։ Խմորը կպչուն է լինում մի քիչ, բայց ոչ մի դեպքում չավելացնեք ալյուր, թե չէ փքաբլիթները կստացվեն չոր։ Ֆորմաները ստանալու համար ես օգտագործում եմ բաժակ և կրեմների համար գլխիկ։ Ստացված ֆորմաները տեղափոխում ենք թավայի վրա, որը պատված է պերգամենտի թղթով։ Եվ տեղափոխում ենք ջեռոցը 190 աստիճանի վրա 10 րոպեով։ Էփած փքաբլիթները ստուգում ենք փաթիկով, ինքը պիտի լինի չոր և մաքուր։ Փքաբլիթները թողում ենք, որպեսզի ամբողջությամբ սառչեն։ Այդ ընթացքում մենք կպատրաստենք գլազուր, դրա համար ես օգտագործում եմ սև և սպիտակ շոկոլադ։ Ավելացնում ենք տաք կրեմ, խառնում ենք այնքան, մինչև ստանանք ամբողջական զանգված։ Սպիտակ շոկոլադին կարող ենք ավելացնել սննդի ներգ, որ գույն կցանկանաք։ Ես ավելացրել եմ դեղին։ Փքաբլիթները ստացվել են փափուկ և շատ համեղ։ Պատրաստվում են շատ հեշտ և արագ։